Արարատյան խոհանոցը ձեր սիրված եւ սպասված հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալ եմ, որ միասին եք եւ շնորհակալ եմ, որ մենք մի ընդհանուր գործ ենք անում։ Այսօր այդ ընդհանուր գործին ինձ պիտի օգնի կամ ես պիտի իրեն օգնեմ իմ հյուրը, իսկ իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության երիտասարդական խմբի անդամ, ձեզ արդեն քաջած ծանոթ եւ իմ լավ բարեկամ Արտուր Սահակյանը։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպես ես եղել։ Շատ լավ։ Տրամադրությունը բարձր է։ Շատ։ Եթե տրամադրությունը բարձր է, եթե ամեն ինչ լավ է, եթե դու մտահղացումներդ ժողովել ես այսօրվա համար, ուրեմն մեր հեռուստադիտողները պիտի ակնկալեն մի լավ, նոր, հետաքրքիր ուտեստի։ Նոր հետաքրքիր ուտեստ պետք է պատրաստենք։ Ինչ ենք պատրաստել։ Պատրաստելու ենք քարե իշխան։ Քարե իշխան։ Պատրաստելու ենք պատրաստվելու 2 կիլոգրամ աղի մեջ։ 2 կիլոգրամ աղի դեպքում դեռ նա աղի կարիք է զգում։ Տեսնենք այս անհակ հրեշը ինչպես Մեզ հարկավոր է իշխան աղ 2 կիլոգրամ ոնց որ ասեցի խոշոր աղ անպայման որովհետև աղը չի հալվում դրա համար մենք պատրաստման եղանակը ես կբացատրեմ сейчас ձու ապելսին եւ մշտապես իմ շատ սիրված ռոզմարին Բայց եթե շատ կուզենաք ձեր համար կարող եմ ես փոխել ուրիշ բան Բայց իմ սիրած համինը խոտաբույսերից է ռոզմարինը, որովհետև ռոզմարինը շատ համապատասխանում է ձկի հետ։ Լավ, գնացինք։ Կխնդրեմ կիտրոնը։ Կիտրոն թե նարինջ։ Կիտրոն, ոչ, նարինջը ձևավորման համար է։ Կիտրոնը լուսնաձև։ Իսկ ես այդ ժամանակ աղ շատ քիչ մեջն ենք անում։ Դեռ 2 կիլոգրամից բացի ներսն էլ պիտի բավական է կիտրոնը։ Այո, դեռ շատ։ Սա էսպես, ես պիտի ուշադիր նայեմ, ինչպես դուք հարգելի հեռուստադիտողներ, ես էլ շատ առիթ չեմ ունեցել ներկա լինելու այս Սխտորը դնում ենք գլխի մեջ, տեղադրում ենք գլխի մեջ, որ սխտորի արոմատը, սխտորի կեղևի արոմատը ընդհանուր ձկին պարգևի։ Ռոզմարին փորի մեջ։ Եվ կիտրոնները։ Կիտրոններն ենք տեղադրում։ Ինքը արդեն մարինատ է վсё։ Վերջ, արդեն համեմեցինք։ Անպայման։ Հիմա ավելացնենք, մենք արդեն սկսենք աղը պատրաստել։ Աղը մշակելը։ Մեզ աղի համար հարկավոր է ձու, բայց ձվի սպիտակություն միայն։ Շատ։ Շատ զգուշ ենք անում, որ դեղնուցը որ լինում է, ինքը արդեն գույնը փոխվում է, մի քիչ ավելի շատ։ Իսկ սպիտակուցը պարգևում է նրան այն, որ նա չի հալվում եւ կպչողականություն է պարգևում։ Եվ ամրություն, չէ, ամրանում է, կարմրում, այսպես։ Դեղնուցները մենք արդեն մեր ուտելի բույսերով ձվածեղ կպատրաստենք, օրինակ թարխունով։ Շատ համեղ, կամ բաստուրմով։ Ես թարխունը նախընտրեցի, որովհետև թարխունը այս պահին կարող է իրեն նեղացած զգալ, որտեվ իշխանի փորի մեջ դու ռոզմարին տեղադրեցիր։ Ես դրա համար նախորոք ասեցի կներեք, որովհետև ես շատ սիրում եմ ռոզմարինի հետ աշխատել։ Վերջացրեցինք։ Սա հասնենք եւ հուշենք, որ վերցրեցինք 2 կիլոգրամ խոշոր աղ, դու ինչ կտեղադրես ձուկը, ես նորից հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ վերցրեցինք 2 կիլոգրամ խոշոր աղ եւ 6 ձվի սպիտակուց խառնում ենք։ Ընդհանուր որ ստանանք 1 զանգված, միասեր զանգված պիտի ստանանք։ Իշխան պատրաստելու համար, ձուկ պատրաստելու համար, այսքան պրոցես, այսքան այս պրոցեսը նրա համար է, ով բուսայուղ կամ
ոչ մի տեսակի յուղ չի օգտագործում, որովհետև սա ոչ մի տեսակի յուղի հետ չի եփում։ Ոչ շոքե խաշմի, ոչ մի տեսակ։ Սա աղի մեջ։ Նախ առաջինը։ Աղի վաննաներ կան այդպիսի առողջարաններ, չէ՞, աղի հանքում Շատ առողջարար։ Առողջարար։ Ափսոս, որ իշխանը վերջին անգամ է այդպիսի բանաներ ընդունում։ Բայց մեր ձեռքերով։ Մենք տեղադրում ենք ձուկը, բայց աշխատում ենք փորը որ փակ լինի։ Եթե փորը փակ չեղավ, կարող է իր հյութը դուրս տալ եւ աղի հետ լուծվել, արդեն աղի լինի։ Դրա համար մենք շատ փոքր փակում ենք, որ շատ աղ չլինի։ Եվ աղով նորից փակում ենք մեր իշխանին։ Մենք կստանանք իր նման աղից ձուկ, մի քիչ որ մեծ նման լինի։ Այո, մի քիչ մեծ չափսերի բնականաբար աղի ձուկ։ Ձկան պոչիկն է պատրաստում, պոչիկի ձև է տալիս։ Համ որ պոչը չվնասվի, պոչը մնա, մի քիչ մատուցման համար որ գեղեցիկ լինի։ Այո, Որովհետև եւ այս ուտեստը պիտի մատուցել ուղակի հյուրի մոտ, չէ՞։ Անպայման։ Ես այդպես եմ մատուցում, ուրիշ տեղեր չգիտեմ, բայց ես նախընտրում եմ, որ այսպիսի բաներ կարելի է մատուցել հյուրի մոտ։ Այս այդ փոքր բաները կավելացնենք այսպես, որ ինքը ոչ մի տեսակի չի։ Всё, մեզ մոտ պատրաստ է իշխանը։ Մենք ուղարկում ենք ջերմային մշակման։ Ջերոց ենք ուղարկում, որքան պիտի լինի։ 220-ից 230 աշուն, որ ինքը լավ տաք լինի եւ 15-ից 20 րոպե։ Սպասենք, ուղարկենք ջերոց եւ սպասենք 15 րոպե։ Նորից կրկնենք 220-ից 230 աշճան։ Ահա, ձուկը արդեն ներկայացավ, ինքը մեզ մոտ եկավ։ Ինչ ենք անում մենք հիմա իրեն այս աղի Մենք հիմա ոնց այս ուտեստը ես մատուցում եմ, եթե պատվեր է լինում, ես այսպես մատուցում եմ եւ հիմա այսպես կմատուցեմ։ Այսինքն այս ուտեստը դու ես մատուցում։ Այս ուտեստը հյուրերին դու ես։ Հյուրերին ես եմ մատուցում։ Այ այսպես, ես հիմա ցույց կտամ ինչպես։ Ավելացնում եմ։ Հրահամ ձուկ։ Ինքը ողջ այդ սպիրտային մասը դուրս է գալի եւ այդ ապելսինի սոուսը հյութը ներծծվում է։ Ապելսինի օղի էր սա։ Կուանտրո, սա լիկյոր է։ Լիկյոր։ Եվ այսպես, եւ սկսում ենք մեր գործը։ Եվ քանդակագործի Չարթելից ապսեն խնդրում եմ։ Ինչ դժվարությամբ։ Բայց մենք ստանում ենք։ Բայց աղը մի քիչ հում է մնացել ոնց որ։ Հա, մի քիչ է կարելի, չէ՞ աղեփել։ Մենք աշխատում ենք, որ աղը չդիպչի հենց մսին։ Այո, կեղևից այն կողմ չանցնի։ Այո։ Օպսո խնդրեմ։ Ահա։ Այո, բուրմունքը ամեն ինչ ասում է։ Ընտրեմ մեկ հատ էլ ապսի տալ, որ Արդեն միսը պիտի մատուցես։ Անպայման։ Բացում Մաշկը հեռացնում ենք շատ անպայման։ զգուշությամբ, որ չվնասենք շատ ֆիլեները։ Եվ շատ զգուշությամբ մատուցում ենք ֆիլեները արդեն առանց ոսկոր։ Արտուր ջան, իսկ պարտադիր պիտի իշխան լինի, թե այլ ձկներից էլ կարող։ Կարող է այլ ձուկ է կարող է, բայց իշխանը ավելի մեր հայկական ավելի Հայկական այլ ձկներ էլ կան, որ կարող ենք օգտագործել։ Մեր ջրային ավազանի ձկներից
Բոլորն էլ համարը կարող ենք Կարող ենք օգտագործել։ օգտագործել, պրոստը համապատասխան է սա, այս պայմանությամբ։ Հիմա շատ զգուշությամբ հեռացնում ենք ընդհանուրին։ Զգում եք հոտը ռոզմարինի։ Այո, Ես զգում եմ ռոզմարինի բույրը, զգում եմ ռոզմարինի բույրը եւ կրկին ասում եմ ինչու ոչ թե ուրց, այլ ռոզմարին։ Իհարկե կատակ է, բնականաբար նաեւ մեր ցանկությունն է, որ յուրաքանչյուր խոհարար ունենա իր ճաշակը։ Այնպես որ որևէ խնդիր չեմ տեսնում, Արթուր ջան։ Այսպես մատուցում ենք։ Այնուհետև ոչ, սա վերջ չէ։ Դա դեռ վերջը չի։ Թուրինջը։ Թուրինջ անպայման։ Եվ ավելացնելով, խնդրեմ, համապատասխան նաշարակ, այսպես նռան հյուր, թանձրուկ, այո, որը համապատասխան է ձկան։ Եվ վերջ, կարող ենք մատուցել։ Եվ մեկ փոքր։ Ահա այս ուտեստի համար այս ամբողջ ժամանակ մենք չարչարվում, մտահոգվում, այս ամբողջ աղը, ձուկը եւ այլն։ Կարծում եմ արժեր այս հիանալի ուտեստի համար։ Արթուր ջան, շնորհակալություն եւ ես գտնում եմ, որ եւս մեկ անգամ պիտի հիշեցնենք, պատահական չէ, որ Արթուր Սահակյանը 14 թվականին ձկան փառատոնի հաղթողն է, Grand Prix մրցանակը եւ այստեղ նորից վերահաստատվեց, որ դու ձուկ պատրաստել սիրում ես։ Սիրում ես, ապրես դու, շատ ուրախ եմ եւ քո առաջարկը, քո ցանկությունը մեր հեռուստադիտողներին։ Իմ ցանկությունը ձուկ կցանկանամ, որ բոլորը օգտվեն ձկնատեսակներից, որովհետեւ ձկնատեսակները շատ բուժիչ են եւ իրենց դերը խաղում են մեր առօրյայում եւ մեր կյանքում։ Ապրես դու առողջարարը շատ, օգտագործեք շատ ձուկ եւ գոնե շաբաթական 1-2 անգամ, չէ՞։ Երկու ունենանք լավ առողջ օրգանիզմ եւ լավ տրամադրություն։ Շնորհակալություն Արթուր ջան, հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից եւս մեկ անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ Արթուրին։ Ապրես դու եւ ապրես քո խորհուրդներով եւ քո լավ մղումներով քո աշխատանքի արդյունքը միշտ ներկա կա, տեսնում ենք եւ դա շատ լավ է, ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր ժամանակը սպառվում է, ինձ մնում է միայն ուղղակի հուշել, որ ընդհանրապես ձկից պատրաստվող ուտեստները, հատկապես հիմնական ուտեստները պիտի մատուցել 65-70 աշնան ջերմությամբ եւ լավ տրամադրությամբ եւ անպայման չմոռանանք սպիտակ անապակ գինի։ Ուզում եմ, որ մենք լինենք միշտ միասին, երբ որ միասին ենք, մենք շատ հզոր ենք, իսկ հզորություն մեզ պետք է, չէ որ գալիս է հաղթանակների դարաշրջանը։ Լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն։ Քարե իշխան։ Իշխան 1 հատ, սխտոր 1 բջեղ, ռոզմարին 1 ճյուղ, կիտրոն 5 շերտ, աղ 2 կիլոգրամ, ձվի սպիտակուց 6 հատ, պղպեղ։ Բարեախորժակ։